Իսրայելը պատմական որոշման շեմին է, թե սա հերթական աշխարհաքաղաքական ճնշման գործիքն է Թուրքիայի դեմ։ Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման նախաձեռնությունը մեծ արձագանք է առաջացրել ոչ միայն Հայաստանում եւ Թուրքիայում, այլև ամբողջ տարածաշրջանում։ Մինչ պաշտոնական Երևանը չի շտապում արձագանքել, փորձագետներն արդեն գնահատում են, ինչ հետևանքներ կարող է ունենալ այս գործընթացը հայ-թուրքական հարաբերությունների, Ադրբեջանի եւ ամբողջ Մերձավոր Արևելքի համար։ Սակայն ոչ բոլոր մասնագետներն են համոզված, որ Իսրայելի քայլի հիմքում բացառապես պատմական արդարությունն է։ Թուրքագետ Մուշե Խուդավերդյանի կարծիքով նման որոշումները հաճախ քաղաքական հաշվարկների արդյունք են։ Ոչ միայն Իսրայելը, այլև շատ երկրներ, որոնք ճանաչել են 1915 թվականի դեպքերը որպես ցեղասպանություն, այդ հարցն օգտագործել են Թուրքիայի դեմ որպես ճնշման գործիք, այսինքն ինչ-որ զիջումներ կորզելու համար։ Իրականում այդ երկրների մեծ մասը շատ լավ հարաբերություններ ունի Թուրքիայի հետ, եւ ցեղասպանության ճանաչումը որևէ կերպ չի ընկալվել որպես մարդասիրական քայլ։ Նույնը նաև Իսրայելի դեպքում է։ Հարաբերությունները վատացան եւ հիշեցին հայոց ցեղասպանության մասին։ Սա ընդամենը միջոց է, որպեսզի Թուրքիային ցույց տան իրենց դժգոհությունը։ Խուդավերդյանը նաև չի կարծում, որ այս գործընթացը կարող է էական ազդեցություն ունենալ Հայաստանի եւ Թուրքիայի միջև ընթացող կարգավորման գործընթացի վրա։ Ինչպես գիտենք, Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը չի մեկնաբանել այդ լուրերը։ Չեմ կարծում, որ դրանք որևէ ազդեցություն կունենան։ Ըստ իս, ցեղասպանության հարցը պետք է քննարկվի ուղիղ Հայաստանի եւ Թուրքիայի միջև եւ այդ շրջանակում էլ լուծում ստանա։ Թե քանի երկիր կճանաչի, դա արդեն էական չէ, քանի որ առհասարակ չի ազդում Թուրքիայի քաղաքականության վրա։ Փորձագետը անդրադարձել է նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման բանակցություններին եւ Ռուբեն Ռուբինյանի դերակատարությանը։ Ռուբեն Ռուբինյանն ու Սերդար Քլչն արդեն մի քանի տարի է բանակցում են, սակայն այդ բանակցությունները բնավ Ռուբինյանից կախված չեն։ Թուրքիան հստակ նախապայման է դրել, մինչև չկարգավորվեն հայ-ադրբեջանական հարաբերությունները, չի բացի սահմանները Հայաստանի հետ։ Այս հարցում ըստ իս, ով կլինի Հայաստանի ազգային ժողովի խոսնակը, Թուրքիայի համար էական չէ։ Կարևորն այն է, որ իր նախապայմանների կատարման միջոցով հասնի Հայաստանի հետ հարաբերությունների բարելավմանը։ Ինչ թուրքագետը շեշտում է գործընթացի քաղաքական բնույթը, վերլուծաբան Սերգեյ Մելքոնյանը ուշադրություն է հրավիրում հենց Իսրայելում մեկնարկած իրավական գործընթացի վրա։ Նրա խոսքով կառավարության կողմից արդեն հավանության արժանացած փաստաթուղթը նախատեսում է ոչ միայն ճանաչել հայոց ցեղասպանությունը, այլև դատապարտել դրա ժխտման, նսեմացման կամ աղավաղման ցանկացած փորձ։ Նաև հարցը ներկայացնել Քնեսեթի լիագումար նիստի քննարկմանը։ Ըստ Մելքոնյանի, այստեղ հնարավոր են զարգացման երկու տարբերակներ։ Առաջին տարբերակի դեպքում հայոց ցեղասպանության ճանաչումը կլինի կառավարության որոշմամբ եւ Քնեսեթի հետագա քվեարկությամբ։ Այս դեպքում ճանաչումը ձեռք է բերում պաշտոնական, քաղաքական եւ իրավական կարգավիճակ, սակայն չի ստեղծում առանձին օրենք, որը պարտավորություններ կդնի պետական մարմինների վրա։ Այն հիմնականում քաղաքական եւ դիվանագիտական նշանակություն կունենա։ Սակայն ըստ վերլուծաբանի հնարավոր է նաեւ ավելի հեռուն գնացող զարգացում։ Երկրորդ տարբերակի դեպքում Քնեսեթը կարող է ընդունել առանձին օրենք հայոց ցեղասպանության ճանաչման, հիշատակի օրվա եւ պետական միջոցառումների վերաբերյալ։ Այդ դեպքում ճանաչումը կդառնա ոչ միայն արտաքին քաղաքական դիրքորոշում, այլ նաեւ ներքին իրավունքի նորմ։ Դա պետական մարմինների վրա կդնի պարտավորություններ եւ կստեղծի ավելի երկարատև իրավական ազդեցություն, որը հետագայում շատ ավելի դժվար կլինի չեղարկել քաղաքական որոշմամբ։ Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի գնահատմամբ գործընթացի ազդեցությունը կարող է դուրս գալ հայ-թուրքական հարաբերությունների շրջանակից եւ փոխել ամբողջ տարածաշրջանի քաղաքական հավասարակշռությունը։ Ցեղասպանության ճանաչումը հայերի համար ունի պատմական արդարության նշանակություն, իսկ Իսրայելի եւ Թուրքիայի համար քաղաքական հակամարտության հերթական փուլն է։ Իսրայելը ցանկանում է այն հավասարակշռել Գազայի ցեղասպանության մեղադրանքին, որով Թուրքիան քննադատում է Իսրայելին, ինչպես նաեւ սահմանափակել Թուրքիայի հավակնությունները իսլամական աշխարհում։ Միաժամանակ այս որոշումը ծանր երկընտրանքի մեջ է դնում Ադրբեջանին եւ կարող է բերել տարածաշրջանային նոր վերադասավորումների։ Այսպիսով Իսրայելի նախաձեռնությունը կարող է դառնալ ոչ միայն պատմական արդարության շուրջ հերթական քննարկումը, այլև նոր աշխարհաքաղաքական դիմակայության կարևոր հանգրվանը, թե արդյոք Քնեսեթը վերջնականապես կճանաչի հայոց ցեղասպանությունը, ինչ իրավական ձևաչափ կընտրվի եւ ինչ արձագանքներ կհետևեն Անկարայից ու Բաքվից, առաջիկա օրերին կդառնա տարածաշրջանային քաղաքականության էպիկենտրոնում գտնվող թեմաներից մեկը։ Ֆրիդա Ղազարյան, Վահագն Մխիթարյան, TV News։